Աշխարհը արագորեն տեղափոխվում է թվայնացման դաշտ։ Ունենք թվային տեխնոլոգիաներ, AI լուծումներ, որոնք ինչպես շատ հեշտացնում են մեր կյանքը, արագացնում են process-ները, բարձրացնում են արդյունավետությունը, միևնույն ժամանակ ունեն նաև հակառակ կողմը։ Հակառակ կողմը ռիսկերն են։ Ինչպես գիտեք, որտեղ կան ռիսկեր, այնտեղ կա ապահովագրություն։ Սևանի ափին անցկացվող Seaside Startup Summit-ը ոչ ֆորմալ ճամբարային ձևաչափով անցկացվող միջոցառում է, որը համախմբում է աշխարհի տարբեր երկրների ստարտափերի հիմնադիրներին, ներդրողներին, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներին եւ նորարարության էկոհամակարգի առաջնորդներին։ Քննարկվող թեմաներից մեկն այս տարի կիբերանվտանգությունն ու կիբերապահովագրությունն էր։ Միջոցառմանն առաջին անգամ մասնակցում էր նաեւ Seal Insurance ապահովագրական ընկերությունը։ Այն նախաձեռնել էր մասնագիտական քննարկում, որտեղ պետական կառույցների, միջազգային գործընկերների, կիբերանվտանգության մասնագետների եւ բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկվում են թվային ռիսկերը եւ դրանց կառավարման գործիքները։ Մեր մասնակցության հիմնական նպատակը դա կիբերանվտանգության եւ կիբերապահովագրության մասին մեր գործընկերների հետ զրույցն է, որի համար այսօր ըստ էության հավաքվել ենք այստեղ, փորձել ենք ստեղծել մի հարթակ, որտեղ ներկայացված կլինեն բոլոր շահագրգիռ կողմերը եւ կունենանք լավ աշխատանքային միջավայր, լավ համագործակցություններ։ Մասնագետների խոսքով բիզնեսի թվայնացմանը զուգահեռ աճում են նաև կիբերհարձակումների, տվյալների արտահոսքի եւ տեղեկատվական համակարգերի խափանման ռիսկերը։ Այդ պատճառով աշխարհում արագ զարգանում է նաև կիբերապահովագրությունը, որը կազմակերպություններին հնարավորություն է տալիս նվազեցնել նման միջադեպերի ֆինանսական հետևանքները։ Կիբերռիսկերի ապահովագրությունը, որը ենթադրում է, որ այն դեպքերում, երբ տեղի են ունենում հարձակումներ, օրինակ սերվերների վրա եւ անհասանելի են դառնում ծառայությունները, այդ ժամանակ ապահովագրական ընկերությունները փոխհատուցում են այդ հաճախորդների կրած կորուստները, ինչպես ապահովադրի, այսինքն այն անձը, որի ռիսկերը ապահովագրել է, այնպես էլ երրորդ անձանց կրած կորուստները, որոնք տուժել են այդ կիբերհարձակումից անմիջապես հետո։ Seal Insurance-ում վստահ են, կիբերապահովագրությունն այլևս ապագայի հարց չէ, այլ ներկայ անհրաժեշտություն, իսկ թվային ռիսկերին պատրաստ լինելը բիզնեսի կայուն զարգացման կարևոր պայմաններից մեկն է։